Պրոշյանի դաշնակցական գյուղապետի սպանության մեջ հայ հեղափոխական դաշնակցությունը քաղաքական ենթատեքստ է տեսնում։ Այս մասին այսօր Ազատություն ռադիոկայանին տված հարցազրույցում նշեց դաշնակցության գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը, ընդգծելով, որ ընդդիմադիր կեցվածք ունեցող գյուղապետի գոյությունը շատերին հանգիստ չէր տալիս։ Միանշանակ քաղաքական ենթատեքստ ունի եւ բնականաբար իշխանություններն ամեն ինչ անում են, որպեսզի այդ ենթատեքստը չերևա, որտեվ մենք վաղուց ենք նույն իշխանությունների ուշադրությանը հրավիրել այն փաստը, որ լարվածությունը հրաչի շուրջ անընդհատ կար։ Շատ պարզ պատճառով, որտեվ ոմանց ձեռք չէր տալիս այն ժողովրդականությունը լայն, որ ուներ անձնավորությունը, հրաչը, գյուղական համայնքների մեջ եթե համեմատենք, բավական մեծ համայնք է այդ համայնքը եւ Երևանին այդքան մոտիկ ընդդիմադիր անընդհատ կեցվածքով հանդես եկող եւ ոչ իրենց կուսակցությանը պատկանող քաղաքապետի գոյությունը շատերին հանգիստ չէր տալիս։ Շատերին ու հանրապետականներին իշխող հիմնականում պայքարը միշտ եղել է այդ դաշտում, միշտ եղել է, այո։ Ոչ միայն հանրապետականի, բայց եղել են նաև այլ փորձեր, գլխավոր խնդիրն այն է եղել, որ փոխեն հրաչին, եւ այդ լարվածությունը անընդհատ նկատվում էր նրա շուրջ, անգամ եղել են դեպքեր, որ փորձել են ահաբեկչության կոնկրետ քայլեր կատարել իր նկատմամբ, դա էլ է հայտնի։ Ովքեր են եղել ահաբեկվել։ Դա չկարողացան բացահայտել։ Ոստիկանությունը ոչինչ չարեց։ Բայց դեպքեր այդպես արձանագրվեցին։ Բացի դրանից նաև անընդհատ ստուգումներ, ինչպես միշտ պատահում է, եթե տեխնացուն կամ համայնքապետը մեծամասնությունից չի, իշխանության ներկայացուցիչը չի, ստուգումները անպակաս են։ Այսինքն հանգիստ կյանքով չի ապրել հրաչը, նա նահանջող տեսակներից չէր եւ գնալու էր իր ճշմարտությունը, իր ունեցած ծրագրերը իրականացնելու եւ չէր նահանջելու այդ ճանապարհից։ Այսինքն իշխանությունը սպանության միջոցով է փորձում գյուղապետը։ Գիտեք, հիմա այս իշխանության վրա կոնկրետ ամենը չեմ ուզում ուղղել, բայց որ մթնոլորտը ստեղծվել էր այդպիսին, եւ այդ մթնոլորտը գոյություն ուներ արդեն տարիներ շարունակ, դրա մասին բոլորը գիտեն։ Եվ դա կտրել այդ ենթատեքստից եւ փորձել ինչ-որ կենցաղային դաշտ տեղափոխել բացարձակապես շեղել է նշանակում քննությունը։ Քաղաքական նպատակ է ունեցել գյուղապետի պաշտոնից նրան հեռացնել։ Գյուղապետը իր պաշտոնավարման նոր էր նաև ընտրվել, գիտենք, որ արդեն դեռ երկար ժամանակ մինչև հաջորդ ընտրությունները կա, պաշտոնավարելու է։ Քաղաքակիրթ նորմալ ճանապարհով տեսան, որ չեն կարողանում այսպես ժողովրդի միջոցով, ընտրությունների միջոցով դա կատարել, անցան հայտնի մեթոդներին։ Սա է իրականությունը։ Հիմա կոնկրետով է հետևը թաքնված։ Սա կարծում եմ մեր պետության խնդիրն է։ Գիտեք հարցը ինչու՞ն է։ Հարցը նրանումն է, որ եթե այդ տեսակը, որը ուներ հրաչը, մեր երկրում այդպիսի վախճան է ունենում, սա մեր բոլորի խնդիրն է։ Կարծում եք իշխանություններին նկատի ունեմ ավելի վերևներում, կանգնածներին ձեռնտու էր նման աղմկահարույց սպանություն կազմակերպել, չգիտեմ ինչ խնդիրներ քաղաքական խնդիրներ։ Գիտեք, իշխանությունները հիմա ամեն ինչ ոչ են կարողանում վերահսկել նաև, չէ, երբ որ ստեղծվում է մթնոլորտ անպատժելիության, անհանդուրժողականության, ասենք ոչ իրենցի նկատմամբ այդ անհանդուրժողականության մթնոլորտը եթե ստեղծվում է, այդ պարտադիր չի, որ կազմակերպվի իշխանությունների կողմից։ Դա արդեն բավարար է, որ ամեն մեկն իրեն փորձի պահել սանձարձակ, լկտի։ Հիմա մենք շատ պաշտոնյաների կողմից ենք հայտարարություններ լսում, որ բացարձակապես չի տեղավորվում նախ պաշտոնյայի կարգավիճակի, նաև հայ մարդու ընդհանրապես պահվածքի եւ էթիկայի տարրական նորմերի մեջ։ Սրանք այդ անպատժելիությունը լկտիության մի չափ է անցնում, որը կարող է իսկապես նաև անվերահսկելի դառնալ։ Ինչ կանի դաշնակցությունը, եթե չբացահայտվի ձեր գործընկերոջ սպանությունը։ Ինչ պետք է անի։ Ամեն ինչ անենք, որպեսզի օր առաջ իշխանությունները փոխենք, երկիրը փոխվի։